Բարև ձեզ բարեկամներ։ Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի գոյամարտ հեռուստածրագիրն իր այսօրվա թողարկումը սկսում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից։ Ուղիղ 10 տարի անց 1997 թվականին անցկացված զորահանդեսից հետո Պաշտպանության բանակը նախապատրաստվում է իրականացնել իր հերթական ռազմական շքերթը։ Զորահանդեսին մասնակցում են շուրջ 3000 զինվոր եւ սպա, 260 զրահատանկային, հրետանային, հակաօդային եւ ավտոմոբիլային տեխնիկա։ Այն դիտելու են եկել հազարավոր արցախահայեր, հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից։ Ստեփանակերտ, Վերածննդի հրապարակ, 9 մայիսի 2007 թվական։ Հայրենական մեծ պատերազմում տարած Թափանակի 62-րդ Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի կազմավորման 15-րդ տարեդարձին։ Զորահանդեսը ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, Արցախի հերոս, ոսկե արծիվ շքանշանի ասպետ գեներալ լեյտենանտ Սեյրան Օհանյանը։ Պարոն նախարար, Տիգրան մեծ շքանշանակի Պաշտպանության բանակի զորահանդեսի մասնակից զորքերը ի նշանավորում են հաղթանակի 62-րդ Շուշի ազատագրման և Պաշտպանության բանակի կազմավորման շարված է զորահանդեսի հրամանատար գեներալ-մայոր Հակոբյան։ 10-րդ լեռնահարաձգային դիվիզիայի մարտիկներին ողջույն։ Շնորհավորում եմ ձեզ հաղթանակի 62-րդ Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի կազմավորման 15-րդ տարեդարձի կապակցությամբ։